2023 թվականի սեպտեմբերից մինչև 2025 թվականի հոկտեմբերի 8-ը Ֆրանսիա է մեկնել 174 բռնի տեղահանված արցախցի, որոնցից 98-ը վերադարձել է Հայաստան։ Civilnet-ի հարցմանի պատասխան հայտնել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը։ 2025 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել է եւ չի վերադարձել 15781 արցախցի, մեկնել է 44566-ը, վերադարձել 28785-ը։ Հոկտեմբերի 23-ին ժամը 14:01-ի սահմաններում ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ահազանգ է ստացվել, որ Երևանի Մալաթիա տոնավաճառի կոշիկի պահեստում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության թիվ 3 կանչով դեպքի վայր են մեկնել Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ջոկատներից 6 մարտական հաշվարկ, հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ եւ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Ականատեսներից մեկը պատմել է, որ ներսում եղել է խանութի սեփականատերը, որի գլուխը այրվել է։ Խանութը այրվում էր, ոչ մեկ ոչ մի բան չկարողացավ անել։ Այդ խանութում ինչ ասես վաճառվում էր հեռախոսներ, նվերներ, արձանիկներ, աքսեսուարներ, շատ բան կար։ Ոչինչ չկարողացան փրկել։ Միանգամից կրակը լցվեց խանութ։ Պատմել է ականատեսը։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի, Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Նախարարները քննարկել են Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև փոխգործակցության ողջ օրակարգը։ Մտքեր են փոխանակվել ռազմավարական բնույթ ունեցող հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների, ինչպես նաեւ ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնման շուրջ։ Զրուցակիցները քննարկել են նաեւ բազմակողմ հարթակներում եւ ձևաչափերով արդյունավետ փոխգործակցությունն ապահովող նախաձեռնություններ։ Արարատ Միրզոյանը եւ Ժան-Նոել Բարոն անդրադարձ են կատարել տարածաշրջանային իրողությունների, այդ թվում օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանն ու կարևոր զարգացումներին։ Անդրադարձ է կատարվել նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի, այդ թվում հիդրիդային սպառնալիքների դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմներին, ինչպես նաեւ Մերձավոր Արևելքում զարգացումներին։ Վերջին 3 տարվա ընթացքում Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է ահռելի մասշտաբի չերևացող ենթակառուցվածքների կառուցում ամբողջ քաղաքում՝ լինի ջուր, լինի գազ, լինի էլեկտրականություն, թե լինի ինտերնետ։ Այս մասին լրագրողներին ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով Երևանում նաև նորակառույց շենքերի հայտնվելով առաջացող ջրամատակարարման եւ ջրահեռացման խնդիրներին։ Դա արել ենք մենք, իհարկե, մեր գործընկերների կառուցապատողների միության, Գազպրոմի, ՀԵՑ-ի, Վեոլիա ջրի եւ մնացյալ բոլոր գործընկերների ներգրավմամբ, եւ եթե խոսվում է Երևանի քաղաքապետարանի որևէ մեղավորության մասին, պետք է արձանագրենք, որ Երևանի քաղաքապետարանը Խորհրդային Միության տարիներից հետո երևի թե ամենամասշտաբային ծրագիրն է իրականացրել ենթակառուցվածքների ավելացման մասով։ Երկրորդը Երևանի քաղաքապետարանը այսօր շինթույլտվությունները նամանավանդ խոշոր համալիր կոմպլեքսների տալիս է մի ձևով ճարտարապետական խորհրդի հաստատմամբ։ 5 ճարտարապետ են, իրենց ոլորտի մասնագետներ, ամեն 6 ամիսը մեկ ճարտարապետներից մեկը փոխարինվում է մեկ այլ ճարտարապետով, որ դեպքում ճարտարապետական խորհուրդը իր մասնագիտական ուսումնասիրության արդյունքում տալիս է դրական եզրակացություն, դա նշանակում է դրական եզրակացություն, որ դեպքում չի տալիս, դա նշանակում է բացասական եզրակացություն, եւ մենք դա չենք անում, նշել է Տիգրան Ավինյանը։